ես ովքեր որ չգիտեն, ասեմ, ես Սիմոնն եմ, ծնվել եմ Հրազդան քաղաքում 1994 թվականին օգոստոսի 9-ին, մեծացել եմ այնտեղ, ամբողջ մանկությունս, կյանքիս լավ ու վատ օրերը անցկացրել եմ Հրազդան քաղաքում։ Սիրելիներս, ես հիմա գտնվում եմ իմ ծննդավայրում, Հրազդան քաղաքում, որտեղ որ ես անցկացրել եմ իմ կյանքի կարևորագույն օրերը, իմ կյանքի մեծ մասը, տարիները, որտեղ որ ձևավորվել է այն Սիմոնը, որին որ դուք հիմա տեսնում եք։ Ամեն մի ծառ, ամեն մի թուփ ու ամեն մի քար ինձ հիշեցնում է ինչ-որ մի պատմություն իմ մանկությունից։ Սա իմ հարազատ քաղաքն է, սա իմ հարազատ Հրազդանն է։ Այս բակը եղել է իմ մանկության լավ հիշողությունների բակը, որտեղ որ ես միշտ խաղացել եմ իմ ընկերների հետ։ Այն ժամանակ այս խաղահրապարակը չկար եւ ընդհանրապես sense վերանորոգված չէր։ Մենք ստեղծում էինք ինքներս մեր հետաքրքրությունները, կազմակերպում էինք ամենակարևոր իրադարձություններից մեկը այդ խարույկ վառել էր այս կենտրոնում ու հավաքվում էին բոլոր բակերից, տարբեր բակերից այստեղ։ Այնտեղ եմ գնացել դպրոց, մանկապարտեզ։ Մանկապարտեզում եղել եմ շատ չար երեխա, բոլորը ինձանից բողոքել են։ Դպրոց եմ հաճախել այնտեղ։ Դպրոցում տարբերվել եմ բոլորից, թե հագու կապով, թե երաժշտական ճաշակով եւ ընդհանրապես թե շարժու ձևով։ Շարժվենք դեպի մեր բակ, այնտեղ մեր շենքի բակը, այնտեղ ցույց կտամ արդեն ձեզ մեր տունը, այն տունը, որտեղ որ ես անցկացրել եմ իմ ամբողջ մանկությունը, լավ ու վատ օրեր։ Կիմատա, ոնց է ցավը տալու։ Ես իրան շատ սիրում եմ, ինքը մեր հարևանն է, մեր վերևի հարևանն է ու սենց իր հետ սենց լրիվ ուրիշ հարաբերությունները, երբ որ ինչ-որ մի բանի կարիք է եղել, միշտ սենց բարձրացել եմ վերև դուրը։ Մայր ու որդի։ Այո։ Մեր մյուս հարևանն է։ Բարև ձեզ, ոնց եք։ Հասանք մեր հարկ, հիմա գնանք տուն ու ցույց տամ ձեզ իմ կյանքի պատմությունը։ Եկանք այն սենյակ, որտեղ որ ես անցկացրել եմ իմ ամենահետաքրքիր օրերը, որը բարդ, որը հեշտ, այստեղ ես ստեղծագործել եմ, այստեղ ես պարել եմ, երգել եմ եւ իմ պատկերացումներում միշտ պատկերացրել եմ, որ կգա մի օր, որ ես իմ երազանքներին կհասնեմ։ Ուզում եմ ցույց տալ մի հատ շատ փոքրիկ դետալ, քանի որ ես Մայքլ Ջեքսոնի մեծ ֆանատն եմ եղել փոքր ժամանակ եւ հիմա էլ սա եղել է իմ փոքր ժամանակվա ժիլետը, որով որ ես պարել եմ Մայքլ Ջեքսոն։ Ես հենց դետալ առ դետալ փորձում էի հավաքել իր նկարները ու մինչ օրս այսպես մայրիկս պահում է իմանալով, որ սրանք իմ կյանքի ամենակարևորագույն մասնիկներն են։ Այստեղ ունեմ նկար, վաու, այստեղ ունեմ նկար, սենց երևի երեխեքից մեկն է սարքել ինձ նվիրել, իր հետ ինչ-որ սենց, ես եմ դպրոցում։ Շատ խնդալու էր ես պահը, բայց որտեղից ես նկար։ Հեսա, գտա նկար, նայեք, Ջեքսոնի շարք, որտեղ որ երրորդ շարքում ես եմ ժողովուրդ ջան ու հենց այն ժիլետով, որը որ ես ձեզ ցույց տվեցի, բացի պարելուց, բացի երգելուց, որն է եղել նաև իմ ամենասիրելի հոբիներից մեկը, ես սիրել եմ նկարել եւ ուզում եմ ցույց տալ ձեզ իմ աշխատանքները, որը եղել է փոքր տարիքում։ Գնահատեք ինքներդ։ Ես հիմա այսպես նայում եմ ու զարմանում եմ, ոնց եմ երևի թե ես հիմա փորձեմ, չկարողանամ այսպես իրոք նկարել։ Իմ ընկերական շրջապատը իրականում եղել է շատ սենց ինձանից տարբերվող ու այն որ սենց բնիկ հրազդանցի տղերք են եղել։ Բայց չեմ կարող չասել ու չնշել, որ իրանք ինձ շատ են օգնել, շատ են օգնել, նաև ես հիշում եմ, որ
ես փորձեցի նկարահանել մի հատ տեսահոլովակ ու հիշում եմ, որ ես ֆինանս չունեի դրա համար ու ես դիմեցի իմ ընկերներին, ցենց մենք իրար հետ ցենց ով որ ինչ-որ մի գործի էր ընդունված, ով որ ինչ-որ մի ցենց գումար էր կարողանում վաստակել, ինձ օգնեցին։ Հիշում եմ այդ տեսահոլովակը դիտելուց իմ ընկերներից գոռը ասեց պատկերացնում ես կարամ ասած իրանց բարբարով ասեմ, էլի, ասած իրանց խոսքով ասեմ, հենց որ ասեց արա ջոգում ես մի օր Եվրատեսիլ գնաս, ես էլ ասեցի արա չէ լավ ինչ ես խոսում, ասած որ շատ ոնց ասեմ անիրականանալի երազանք է այդ իմ համար ու ընկերներիս համար, շնորհակալ եմ նաև իմ կյանքից, լավ ու վատ կլինի, որ ես իմ քայլերով հասել եմ այս կետին ու որ հիմա կարող եմ ասենց ասել, որ Գորջան տեսար իրականացավ այն ամեն ինչը որ այդ պահին մեր համար երազանք էր, գալ իմ ծննդավայր ու չտեսնել իմ կյանքի ամենակարևորագույն մարդուն, իմ մամայիս չէր լինի։ Գնացինք իրան անակնկալ անելու։ Իմ գեղեցկուհի, բարև ձեզ։ Երբեք կյանքից։ Ցավը տանեմ։ Ով ջան, ցավը տանեմ։ Իմ մաման, իմ հրաշքը։ Իմ երջանկություն, իմ հպարտություն։ Ես հպարտանում եմ։ Դու քո գործունեությամբ, քո աշխատանքով ինձ ուժ ու եռանդ տվեցիր, ինձ հասցրեցիր մեծ հպարտության։ Հələ շատ է հպարտանալու կյանքս։ Չեմ էլ կասկածում։ Պատմեմ նաև ոնց Հրազդանից Սիմոնը հայտնվեց քաղաքում։ Այդ ժամանակ ես փորձեցի մասնակցել մի պարային ծրագրի, 17 տարեկան էի այդ ժամանակ, փորձեցի ուժերս փորձել ու այնտեղ ես ծանոթացա Հովհաննես Սարգսյանի հետ։ Հովհաննեսը այդ ժամանակ ուներ խումբ եւ նկարահանվում էր մի շարք տեսահոլովակներում։ Մտածեցի գրեմ Հովհաննեսին, գրեցի, ասացի Հով ջան, կարամ գամ քո թիմ որպես պարող։ Հովոն միանշանակ հենց առաջի խոսքից ասեց իհարկե կարաս ու ես շատ ուրախացա այդ առիթով, որտեվ դա առիթ էր, որպեսզի լինեի այդ միջավայրում, որ իրականում իմ քայլերը ամենասկզբից հենց սկսել է այդտեղից։ Այսօրվա պես հիշում եմ, ոնց մենք հանդիպեցինք, այդ ժամանակ ես երգչուհի էի, ոչ թե պրոդյուսեր։ Առաջի իր երգի նոտաներից ինձ համար պարզ դարձավ, որ առաջին հերթին ինքը երգում է ճիշտ։ Երևի դա նրանից է գալի, որ ինքը նաև պարող է եւ այդ շունչը ճիշտ է դրված։ Երկրորդը ես զգացի մի այնպիսի յուրահատուկ էներգիա իր երգի մեջ ու ես պատկերացրեցի, եթե դա համատեղենք պարի հետ միասին ինչ կարող է ստացվել։ Դրա համար ես որոշեցի, որ կարող եմ նաև փորձել ինձ կոպիտ ասած պրոդյուսերի կարգավիճակում։ Ինքը ասաց, որ դու պետք է երգով զբաղվես, երգես, ես էլ եմ որ ընդհանրապես չէի պատկերացնում, որ կարա լինի մի օր, որ ես իրոք տենց կերգեմ ու կդառնամ երգիչ։ Այդպես սկսվեց իմ երգելու կարիերան։ Մենք սկսեցինք նրանից, որ ուղղակի քավերներ էր ինքը երգում, փորձում էինք, նայում էինք, դրանից հետո ես համարեցի, որ իրան պետք է մշտական աշխատանքային տեղ, որտեղ ինքը լայվ կերգի միշտ, եւ պատահական հիշում եմ ես հյուրեր ունեի եւ գտնվում էի մի հատ շատ լավ հետաքրքիր վայրում, որտեղ որ կային շատ սիրված եւ լավ երգիչներ, հիշում եմ նկարեցի, ասացի դու պետք է այստեղ երգես։ Իմ առաջի քայլերը երկարվեստում սկսեցի ես հենց այդ ակումբից, այնտեղ եթե չեմ սխալվում 1 տարի եւ ավել շարունակել եմ այդտեղ երգել, ձեռք բերել մեծ փորձ։ Ես տեսնում եի իր մեջ մի վառ անհատականություն, որտեղ որ անգամ ինքը շատ վաղ թե քարյակի ժամանակ, թե դուետի ժամանակ ոնց որ խանգարեր բոլորին, եւ ես ասացի, որ դու պետք է լինես անհատ երգիչ։ Այստեղ մենք սկսեցինք համագործակցել Գևորգի հետ եւ իրականացնել այն բոլոր մտքերը, որը որ Սիմոնի հետ ունեինք, շոուներ, պարողների հետ միասին, համատեղ եւ վերջապես ներկայացրեցինք իրան որպես անհատ երգիչ, ինչպես որ ես տեսնում եի իրան նախապես։
իմ կյանքից, իմ առօրյա զբաղվածությունից եւ ընդհանրապես որպես արտիստ լինելուց այդ խառը կյանքից կարելի ասել զատ ես ունեմ մի այլ կյանք կարելի ասել որտեղ որ գլխավոր դերերում են իմ զույգ տղաները Խաչիկը եւ Անամայիսը իմ ամբողջ կյանքի իմաստները կարելի ասել Իմ գանձերն են, իմ ապրելու իմաստներն են։ Արամայիսը ու Խաչիկը մեր պապաների անուններն են կրում, իմ զույգ տղերքն են։ Երբ որ ես բեմում եմ, ես լրիվ ուրիշ մարդ եմ, բայց երբ որ ես գնում եմ տուն ու տեսնում եմ իրանց, ես դառնում եմ այլ մարդ, կարող եմ գլուխ կովալ ու ասել, որ ես փորձում եմ լինել իդեալական հայրիկ իրանց համար, թե լողացնում եմ իրանց, թե իրանց խնամքով եմ զբաղվում, թե քնացնում եմ, թե ընդհանրապես խաղում եմ շատ տարօրինակ խաղեր։ Երբ մենք սկսեցինք այդ ակտիվ շոուները ներկայացնել եւ բոլորը սկսեցին արդեն իրան ճանաչել, այդ ժամանակ ակնհայտ երևում էր, որ ինքը արդեն պատրաստ է եւ եղավ հայտարարություն, որտեղ որ ասացին, որ լինելու է դեպի Եվրոտեսի։ Այստեղ մենք սկսեցինք շատ ակտիվ աշխատել։ Այս կյանքում ամեն ինչը հեշտ չի տրվում, ինչպես որ այս է։ Սրա համար պետք է պայքարել, աշխատել եւ ընդհանրապես կյանքում որևիցե արդյունքի հասնելու համար պետք է քրտնաջան այսպես աշխատել։ Անելով մի շարք շոուներ, ես լսում էի միշտ կարծիքներ, թե ինքը օրինակ ինչքան համապատասխան կարա լինի Եվրատեսիլի բեմում։ Եվրատեսիլի բեմում հայտնվելը եղել է իմ երազանքներից մեկը։ Ես իմացա, որ լինելու է դեպի Եվրատեսիլ եւ որոշեցի մասնակցել դեպի Եվրատեսիլի։